Վկային եմ բաց թողել։ Այդ գործը շատ արագ պիտի արվի, Սեթո։ Քանի այդ վկան չի հայտնվել Ավոյի ձեռքը։ Մեզ ժամանակա պետք, որ կարողանանք պլանավորել։ Չի բացառվում, գնանք հասնենք տեղ, տեսնենք ոստիկանները ընդեղ նստած են։ Ժամանակ չկա, Սեթո։ Եթե այդ հարիվը սկսեց խոսալ, մենք դրա տակից դուրս չենք գա։ Եթե նույնիսկ մենթերը ընդեղ նստած հսկում են, մի ձև գտի, շրջանցի։ Լավ։ Սամ, բայց որ իսկապես ինքը ոչինչ չի տեսել։ Դու այդքան միամիտ ես, Սեթո։ Չես հասկանում, որ յուրաքանչյուր մարդու կարելի է ստիպել ասել են, ինչ դու ուզում ես լսել։ Ավոն հիմա տուպիկի առաջ է կանգնած, ու նա ամեն հնարավորություն կօգտագործի, որ մեզ պատին դեմ տա։ Այսօր վաղ այդ հարցը պիտի փակվի։ Հասկացա։ Մի բան էլ կա, որ ուզում եմ իմանաս։ Ասա։ Արոնա կորել։ Որ Արոն։ Սերոպի տղեկից է, մեր ամենախոշոր դիլերն է։ Այդ նարկոտիկի կեսը ինքը իր ձևերով է քաղաքում ծրում։ Ինչքան ժամանակ է կապի դուրս չի եկել։ 3 գիշերվանից։ Այսօր նոր պարտիա պետք է գար, ինքն էլ ընդեղ լիներ։ Բայց չկա։ Տղերքին ասել ես, որ պարզ են ուրը։ Ասել եմ։ Լավ, գնա։ Կզբաղվեմ այդ հարցով։ Վան ես եմ։ Մի ժամից մոտս եմ ես։ Կներես ինձ, պապ։ Ինձ թվում էր արդեն մահացել եմ։ Չես պատկերացնի, թե դա ինձ զգացում էր։ Քո կյանքը իրոք մազից է կախված եղել։ Գիտեմ, բժիշկը ասել է։ Պապ, ասա ինչ ես ուզում որ անեմ։ Եթե պետք է դիսպանսեր պարկեմ, կպարկեմ։ Կարևորը ինչի թե ես ինչ եմ ուզում։ Կարևորը դու ինչ ես ուզում։ Ու ինչի ես պատրաստ դրան հասնելու համար։ Ամեն ինչի։ Մենակ թե ազատվեմ ես մահացու կախվածությունից։ Ես կանեմ են ինչ դու ուզում ես։ Հա ու կներես ինձ, որ մեղադրում էի քեզ մամայի կորստի համար։ Գիտեմ, որ ամեն ինչ արել ես, որ փրկվի։ Ես պատրաստ եմ իմ կյանքը զոհեի։ Մենակ թե նա եւս մի քանի տարի ավել ապրեր։ Գիտեմ։ Մենք երկուսով կանցնենք այս ճանապարհը։ Ես քեզ էլ երբեք մենակ չեմ թողնի, բալես։ Քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է, պարոն գնդապետ։ Չնայած պետը ինձ ամեն ինչ զեկուցել է, բայց ասեցի անձամբ գամ եւ տեղում համոզվեմ։
Բայց դուք ասացիք, որ այստեղ ձեր գալը վտանգավոր կարող է լինել։ Գրանցամատյանում չեմ գրանցվել եւ հետո սա վերջի օրն է որ գալիս եմ, վաղը քեզ կազատեն։ Դե պատմիր, ուզում եմ ամեն ինչ իմանալ։ Առանձնապես պատմելու բան չկա, պարոն գնդապետ։ Առաջին լուրջ կոնտակտը հաստատվել է։ Սերգոն իր հեռախոսի համարը փոխանցել է, որ դուրս գալուց հետո զանգեմ։ Դա արդեն լավ նորություն է։ Հնարավոր է։ Բայց ես հիմա չպետք է ամեն ինչ անեմ, որպեսզի ներմուծվեմ իրենց ընտանիք։ Դա պետք է Սերգոյի նախաձեռնությունը լինի։ Իսկ կան գաղափարներ, թե դա ոնց պետք է անել։ Սերգոն գիտի, որ ես ամեն գնով ուզում եմ գնալ Եվրոպա, բայց հիմա իմ ճանապարհները փակ են։ Ու ես կդիմեմ իրեն, որպեսզի ինձ օգնի կեղծ անձնագիր ձեռք բերեմ։ Իսկ եթե քո ուզածը չանի եւ համագործակցություն չառաջարկի։ Պարոն գնդապետ, Սերգոն արդեն խայծը կուլ է տվել։ Նա գիտի, որ ես կապեր ունեմ եվրոպական նարկոդիլերների հետ։ Եթե նա որոշի օգտվել քո թվացial կապերից, դա մեզ մոտ խնդիր կառաջացնի։ Փոքր պարտիաներ դեռ կարելի է կազմակերպել, բայց եթե խոսքը գնաց մեծ քանակի մասին, Պարոն գնդապետ, ես չեմ պատրաստվում Սերգոյի համար մեծ քանակի թմրանյութներ կրել Հայաստան, բայց մեկ անգամ դա պետք է արվի ու շատ ռեալ, որպեսզի մենք ցույց տալու բան ունենանք։ դա կկազմակերպենք։ Արման, ես մեծ ռիսկի եմ գնացել այս օպերացիան առանց վերադասի սանկցիայի կազմակերպելու համար, բայց ամեն դեպքում առաջնահերթ քո անվտանգությունն է։ Եթե ինչ-որ վտանգ զգացիր, մի անգամից դուրս ես գալի խաղից։ Սա ոչ ցանկություն է, ոչ խորհուրդ։ Սա հրաման է։ Հասկացա։ Մենք այսօր հետ կհանդիպենք խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ մնացածը օպերացիայի ընթացքում։ Ինչքան շուտ իրեղեն ապացույցներ հավաքես Կազումյանների դեմ, այնքան արագ կվերջանես ամեն ինչը։ Ռազի մասին տարբեր բաներ են ասում։ Մի հատ ընկեր ունեմ, Ամերիկայում հետը ժամանակին տվե առել է։ Ասում են դա աժան տիպ է։ Արդեն մի քանի հոգու գլուխ կերել է։ Նաև ասում են, որ սևով նստած է եղել կոքսի վրա։ Ու ինչի համար ես այդ ամեն ինչը ինձ իմը ասում։ Ասում են, որ պատկերացում կազմես, թե ում հետ գործ ունես։ Ռազային տղեն չի ում կարելի է վստահել։ Բայց Դավոն տես չի մտածում։ Դավոյին ինչ կա։ Դավոյի ուշքի միտքս տեղից վարկյան շուտ բրծնելն է։ Հանուն դրա ամեն ինչի պատրաստ է ինքը։ Հնարավոր է դու ճիշտ ես ասում։ Բայց ես Ռազի հետ ավելի հեշտ ես կգտնեմ, քան Ավոյի։ Լավ, սենց ասա։ Ինչ կանեի դու, եթե լինեի Ռազի տեղը։ Մենակ ճիշտն ասա։ Պատկերացրեք Գևորիկը Դավոյի տեղն է։ Խոսքը հենց դրա մասին է, Վիգեն։ Ինքը դեմից երթումներ կուտի ու կանի են ինչ-որ ասում ես։ Բայց հենց աղբորը ստացավ, լրիվ ուրիշ քայլեր է անելու։ Բա որ աղբորը չստացավ։ Բա որ հերս հանձնարարեց, որ սպանեն Դավոյին։ Այդ ժամանակ ինչ է առնելու Միրո։ Չեմ ճանաչում քեզ, Վիգեն։ Դու միշտ կողմնակից ես եղել, որ հարցերը չորով լուծվի։ Ու ոչ մեկին չես խնայել։ Ինչ եղավ քեզ։ Ես հիմա էլ եմ պատրաստ բոլորի կոկորտը կտրեմ հանուն իմ ընտանիքի։ Բայց Դավոն մեղք չունի, որ ես իրան գցել եմ ավտոյի տակ։ Ոչ էլ իր հոր գործերի հետ կապ ունի։ Ես չեմ կարա թույլ տամ, որ իմ պատճառով ամբողջ ընտանիքս վտանգի տակ լինի։ Իսկ այդ կլինի տենց, եթե ամեն ինչ թողենք ինքնահոսի։ Լավ, բա որ Ռազը չզանգեց։ Ես կզանգեմ, կգնամ քաղաք ու կտենամ իրան։ Կարամ քեզ օգնեմ։ Հետդ գամ։ Ինչքան հեռու մնաս այս թեմաներից, այդքան քո համար լավ։ Ախպեր գոնե ասա թող ձեռս ազատեմ։ Իր երկոր բանա, համբերի շարուց փորձունքից հեռու։ Կազումյանի տղեկը սաղ քաղաքով ընկած այդ Արոյին են ման գալիս։
Դրանց շրջապատից տեղակ եմ, որ հանդիպել ես հետը։ Ես անգել հանդիպում եմ նշանակել, բայց չգիտեմ իրա մարդկանց կուրսի պահելա թե չէ։ Որգան հետևիցդ, սլակները կթեք ես իմ ուղությամբ։ Կասես ես եմ քեզ ուղարկել, որ այդ կոքսի թեմաներով հետը խոսաս։ Շախ ավելի լավ չի քո անունը չհելնի։ Արա այն ինչ որ ասում եմ։ Լավ։ Ոնց ասես փոքր։ Արդեն լավ է, վտանգը անցել է։ Հարգասում։ Իսկ Արնայից ինչ նորություն կա։ Ախպեր, ես դրանցից գլուխ չեմ անում, Շախ ջան։ Մեկ ասում են լավ է, մեկ ասում են վատ է։ Կայուն ծանր։ Ինչքան ինչ էիր զանգե։ Ինչ ես եկե հասես ստեղ։ Ես կգայի մոտդ։ Մենք արունակից ենք, Շախ ջան։ Բագոնները չեր ընկնի։ Հետո եկել եմ երեխուց տեղեկություն իմանամ։ Շնորհակալ եմ։ Լավ կլինի դուրս գանք խոսանք։ Վկային են բաց թողել։ Երբ Մի 2-3 ժամ առաջ։ ավոն կուրսի է, Չէ, բամյա զանգենք ասենք։ չէ, սպասի, շտապել պետք չի։ Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ մենթերը թակարդ են դրել ու այդ վկային որպես խայծ են օգտագործում։ Ուզում են տենան ով կուլ կտա ու ով կընկնի ձեռքերը։ Իսկ եթե սխալվում ես աղբոր տղա։ Երկու օր սպասելը բան չի փոխում, լորդ։ Ես հիմա մարդ եմ դրել վկայի տան մոտ, որ հսկի։ Ես շուտով կիմանաք սխալվում եմ, թե չէ։ Բան չի չես ուզում ավոյին կուրսի պահենք, որ։ Չեմ ուզում հոնքը սարքելու տեղը տանք աչքը հանենք։ Ստեղ շատ զգուշ պետքա լինենք։ Ռազը ու ավոն հիմա շտապում են ու այդ իրանց ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Ես քեզ հասկացա, աղբոր տղա։ Հուսով եմ, որ դու ճիշտ ես։ Բայց եթե սխալվում ես, ավո հետ պրոբլեմ ենք ունենալու։ Բաղզարի թեմա է բացվել, բրատ։ Չգիտեմ, կարող է Արոն լրբերի մոտ է, դրա համար տղերքը չեն կարում կապի դուրս գան, բայց դրան գտնելա պետք։ Կարող է մենթերի մոտ է։ Իմ մարդկանցով ճշտել եմ, ասում են չէ, բայց դու էլ քո ալիքներով ճշտի։ Նրա վրա այնքան գործ կա, որ իրա կաշին փրկելու համար կարա սաղից ծախի։ Ես կհետաքրքրվեմ։ Այդ պետք է արագ անել, Օհան, ինչքան մարդ պետք է վերցրու։ Ես ուզում եմ րոպե առաջ իմանալ ուր է Արոն։ Հասկացա քեզ։ Նորություն եղավ կզանգեմ։ Լավ։ Որ ջոգեցի իմ կոմը չի նայում, սոկի մեջ թուն տնական արաղ լցեցի ու սպասում եմ, որ խմի։ Հետո։ Սոկը քաշեց գլուխը, ոչ մի ռեակցիա։ Լավ, ընգի։ Օրես արևաշ։ Հետո ֆրած ընկերու հետ որ խոսա, սոկի մեջ մի հատ էլ տնական արաղ լցեցի։ Էս էլ քաշեց գլխին։ Զրո ռեակցիա։ Ախպերս, բայց հետո երաշտություն միացավ, հելա որ ընկերու հետ բարի, հելավ քիթ մրթի վրա, դու սեղանի վրա։ Աստեն ու շատ եղաստում էլի։ Բաստորեն։ Խոսացիր հետը։ Չէ, պիտի զանգեր, բայց հələ չի զանգել։ Դե դու զանգի նորից։ Կսպասեմ մի քիչ։ Եթե չզանգեց, ես կգնամ քաղաք ու կտոնեմ։ Այսօր։ Դավո, բայց նախքան այս ամեն ինչը, ես հստակ քեզնից ուզում եմ լսեմ, որ մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Վիգեն, մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ես մեծ ռիսկի եմ գնում։ Ես իմ հոր դեմ եմ դուրս գալիս։ Ու դրա դիմաց քեզնից խնդրում եմ մենակ, որ դու ճիշտ ասես քո հորն ու աղբորը։ Կասեմ հանգիստ եղի։ Բոլոր սրբություններովս եմ երդվում։ Կասեմ նենց ոնց եղել է։ Քեզանից ու քո ներկայացման ձևից է կախված, թե ամեն ինչը ինչ ընթացք ունենա։ Հասկանում եմ։
Մեգեն ջան, գաս մի հատ։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։
Տղեկ! Տղեկ! Չէ շուխուրար է։ Զուքարան եմ ուզում։ Զուքարան։ Սա մի հատ վեդրը ճարեմ։ Չէ, տենց չէ։ Փորս է ցավում։ Լավ, քանդում եմ։ Բայց նա հիմարություն չանես։ Ես քո համար վիգենը չեմ։ Հասկացա։ Ոտերդ կջարդեմ, խելոք։ Դե շուտ արա։ Ջիվա, դու ստեղ ինչ ես անում։ Կներես։ Դուքսես տստե, հելարա։ Ամբերի դուրս եմ տալիս։ Սակ։
փախնում է։ Ինչի համար ես փախնում, արա բան էիք պայմանավորվել։ Ով կարաստ է, խոսարավ էր։ Ով է սարա։ Ով է սարը։ Ձավո։ 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 Ուզում եմ մի բան ասել։ Այսօր մենք ընտանեկան նեղ շրջանակով ենք հավաքվել, որովհետև այն ինչ որ հիմա կասեմ, հենց ընտանիքին էլ վերաբերում է։ Այս տարիները հեշտ չէին առանց քեզ, Սերգո ջան։ Ճիշտ է, մենք աճել ենք, ընդլայնել ենք մեր բիզնեսը, բայց երբ քո ընտանիքի մի մասը քեզ հետ չի, բացակայում է, երբ քո արյունակից աղբերը գտնվում է ճաղերի հետևում, այդ իսկական փորձություն է։ Այդ մեր ընտանիքի, մեր ուժի, մեր միասնության փորձությունն է։ Այսօր դու մեզ հետ ես, ու ես դրա համար շատ երջանիկ եմ։ Ես իմ մեջ ուժ եմ զգում, որը դու տարել էիր քո հետ։ Ու ես համոզված եմ, որ քո գալով մեր ընտանիքը նոր հաջողություններ ու նոր հաղթանակներ է ունենալու ախպերս։ Բարի վերադարձ ընտանիք։ Շնորհակալ եմ ցավդ տանեմ։ Բանտում մտածելու շատ ժամանակ ես ունենում։ Մտածում ես կյանքի, ընտանիքի, քո կատարած ընտրության մասին։ Ես շատ եմ մտածել մեր ընտանիքի մասին։ Ու հասկացել, որ առանց ընտանիքի, առանց այս պինդ կապի, մենք ոչ մի բան ենք։ Դու ճիշտ ես Սեմ, մեր ուժը մեր միասնության մեջ է։ Գազումյանների ընտանիքը մեր ամրոցն է։ Ես մինչև կյանքիս վերջը պաշտպանելու եմ այս ընտանիքը։ Ու դա անելու եմ բոլոր հնարավոր միջոցներով։ Շնորհակալ եմ ախպերս։ Լցրու Սերժ։ Էս էլ Վիգենը։ Այդ տղա ջան ուր ես նստած քեզ եք սպասում։ Ինչ ասեցիր։ Հələ նորից կրկնի։ Ինչ է, սա ինչ էր ասում է։